Ես ճիշտ հասկացա, որ սա նախորդ օրվա ներկայացած այդ 100 միլիոնների նախագծի մասին ենք խոսում, բայց այս անգամ առանձնահատուկ խոսեցինք Դիլիջանի մասին։ Բայց շատ մտահոգիչ է, որովհետև մենք չենք կարող պատկերացում կազմել, այդ որ կառույցները կարող են համարվել օրինական, որովհետև Դիլիջանում հիմնականում այդ կառույցները կառուցվել են օրենքի կոպտագույն խախտումներով կանաչ տարածքների հաշվին։ Հիմա մենք ինչ այդ մարդկանց արտոնություն ենք տալիս, ասում ենք լավ է կարևոր սարքել եք, անտառը կտրել եք, ապօրինի գործողություններ եք արել։ Ինչ կապունին չի համարեն։ Այդ տարածքները ամբողջը պետքա բանանի, քանդվի այդ շենքերը, տեղը ծառեր կառուցվի։ Ինչ կապունի ինչի համար են օգտագործում։ Մենք ինչ խրախուսում ենք, ասում ենք եկեք լավ է որ դուք շուստրի եք եղել եւ այ մյուսներին այ հարիֆներ դուք եք որ հարիֆը որ այդտեղ ոչ մի բան չեք սարքել սա մենք ինչ ենք էլի խրախուսում Դիլիջանում այդ որ շենքն է որ տենց մենք ուզում ենք այդ շենքը պահպանենք սա շատ վատ նախադեպ է լինելու հատկապես Դիլիջանի համար ես չեմ ուզում որ մենք Դիլիջանը վերածենք Ծաղկաձորի Այսինքն հիմա եթե գնացել եք Ծաղկաձոր, այն հանգստի գոտի Ծաղկաձորից ոչինչ չի մնացել, որ մեր Աթոյան փողոցը լինի, ուրիշ ոչ մի բան։ Ես դեմ եմ ես։ Ինչ կասեք։ Եթե թույլ կտաք, միգուցե ճիշտ չշեշտադրեցի զեկույցս ներկայացնելիս, որ ձեզ մոտ այդ հարցերն ու մտահոգությունները առաջացան, նախագծով հստակ սահմանված է, որ ոչ թե այն դեպքերին է վերաբերում, երբ անձը իր անձնական շահի համար ձեր նկարագրած օրինակով ծառեր է կտրել եւ ինչ որ կառույց է կառուցել եւ պետությունը խրախուսում է դա, այլ ճիշտ հակառակը եւ ի տարբերություն օրինակ մնացած կարգավորումների այս օրենքի նախագծում իր առանձնահատկությունների հաշվառմամբ հստակ նշված է, որ դրանք կրթական, մշակութային, համայնքային կամ պետական նշանակության ինքնական կառույցների մասին են։ Այսինքն ոչ թե ինչ որ անձի անձնական շահի կոպտորեն օրենքի խախտմամբ կառուցված ինքնական կառույցի, ընդ որում կցանկանամ նաև ձեր նշած օրինակով փարատել մեր լսարանի մտահոգությունները այն առումով, որ եթե անտառում ծառեն կտրում, դրա տեղը ինքնակամ շինություն են կառուցում, օրենքը այս հարաբերությունները հստակ կարգավորել է։ Այսինքն կան տարածքներ, որտեղ ինքնակամ շինությունը այսօր էլ գործող կարգավորումներով որևէ դեպքում օրինականացման ենթակա չէ։ Իսկ ինչ վերաբերում է այս նախագծի կարգավորման առարկան եւ կոնկրետ թիրախները շատ հստակ ամրագրված են, ավելին լինելու է կառավարության որոշում, որը հստակ կսահմանի այն չափորոշիչները, թե որ կառույցներն են համարվելու կրթական, մշակութային, համայնքային կամ պետական նշանակության։ Եվս մեկ անգամ ամփոփելով ասեմ, որ սրանք այն դեպքերն են, որ Կշեռքի նժարի վրա դրվում է գործող իրավակարգավորումը, որ շինությունը ամեն դեպքում անկախ ամենից պետք է քանդվի եւ հավասարեցվի հողին, բայց մյուս կողմից էլ դրվում է այն նպատակը, այն շահը, որը որ ըստ էության պետությունը, համայնքը, հանրությունը ստանում է այդ շինության արդեն իսկ գոյություն ունեցող շինության եւ ինչը կարեւոր է արդեն իսկ շահագործվող, այսինքն այդ նպատակներով շահագործվող շինության համար։ Ենթադրենք կրթական համալիր է, ինչ պատճառներով ինքնակամ շինության կարգավիճակ ունի, բայց միանշանակ ծառայում է հանրությանը, ծառայում է երեխաներին եւ կրթօջախ է մի խումբ անձանց համար։ Հետևաբար այս նրբությունների, այս առանձնահատկությունների հաշվառմամբ էլ այս կարգավորումները նախագծում նախատեսվել են։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն արձագանք ունեք, պարոն Նազարյան։ Իհարկե, պարտադիր։ Գիտեք, ես մի բան եմ ուզում ասեմ։ Մենք պիտի ի վերջո սիրենք մեր երկիրը, թե չէ։ Սենց բերում ենք լավ բանի ներքո իբր լավ բան ենք անում, հիմա ես կամ մյուսները ոնց քվեարկենք, եթե չգիտենք որ շենքի մասին է խոսքը։ Դուք ասում եք հետո կառավարությունը կսահմանի։ Ես չեմ պատկերացնում Հայաստանում մի մարդ, որը գնա ծառերը կտրատի, բան ասի ես այս ծառերը կտրատել եմ, ապօրինի շինարարություն եմ արել իմ հաշվին, որ սա դառնա կրթական ինչ-որ օջախ, չկա տենց բան, ես չեմ հավատում, որ տենց բան լինի, կամ ինչ է նշանակում պետական և հանրային նշանակության շենք, կրթականը լավ էլի հասկացա մշակութային, բանը շենքը որն է, պետական համայնքային նշանակության ապօրինի շենքը որն է, այսինքն այդ ինչ շենք է լինելու, որ ես Իջևանի կողմից, որ գալիս ես Դիլիջան, մի հատ
անտառային տարածքում մի հատ երևացող շենք կա, ապօրինի սարքած։ Վաղուց սարքել են հին բարի ժամանակներից։ Այդ շենքն էլ կարող է մի հատ տեղեկանք բերեք, ասեք այս հայտնի անձնավորությունը քրեական երթամշակույթ գրող բան է արել, համայնքային նշանակության շենք է սարքել, ինքը համայնքը բարձրացումա շատ է սիրել, կամ չգիտեմ 8 հարգանի շենք են սարքել, 6 հարգանի շենք են սարքել, ի վերջո պետության քաղաքականությունը Դիլիջանի նկատմամբ որն է, ես տեղյակ եմ, թե ինչ գրող հա ընդհանրապես այդ քաղաքի վրա, որ ստեղ թույլ տվեք շենք սարքենք, ընդեղ թույլ տվեք շենք սարքենք, ստեղ թույլ տվեք։ Ի վերջո համայնքը կարող է այդ ճնշումներին չի դիմանում։ Հիմա մի հատ էլ մենք բան ենք անում, ասում ենք եկեք բան անենք։ Ես լավ բան եք ասում, ընդունում եմ լավ բան եք ասում։ Դուք պետք է այստեղ բերեք շենքերի ցանկը, ասեք ես ինչ հասցեում գտնվող այս շենքն է, այն ինչ հասցեում գտնվող այս շենքն է, այն մի հասցեում գտնվող այս շենքն է։ Մենք էլ հիմա մեզ դիլիջանցիներն են նայում։ Դիլիջանցիները նայում են, ամեն անգամ ես որ Դիլիջանով անցնում եմ կամ Դիլիջանում մի վայրկյան կանգնում եմ, գիտեք ինչքան մարդ է գալիս ասում, մեր քաղաքը խեղդում են։ Հիմա մենք ինչ ենք ուզում անենք Դիլիջանի հետ։ Սարքենք Ծաղկաձոր, որ էլ զրոյական արժեք ունենա։ Մարդը ինչ է ուզում Դիլիջան գնա, որ կանաչի մեջ հանգիստ մի 2 օր կամ մի շաբաթ մնա։ Եկեք բան սարքենք, ասենք Դիլիջանը դառնում է Երևանի հերթական համայնքը, բանն է, Մալաթիա Սեբաստիան, դրա անունը դնենք, ասենք Մուշ Սասուն համայնք։ Այդտենց ոնց կլինի։ Հիմա ես ոնց քվեարկեմ։ Ես ոնց ասում եք 100, ուրեմն այդ ինչ շենքեր են, որ այդ դրա տերերն է պատրաստ են 100 միլիոն էլ տան, որ այդ բան անի։ Հա, բան։ Արդեն կառուցված են, շահագործված են։ Ոչ, ես ասեմ ինչ, պետք է հիմնահատակ քանդվեն, հիմնահատակ։ Այո, պետք է այդ շենքերը քանդվեն։ Այո, քանդում ես ու պարտավորեցնում ես այդտեղ դնեն են եղևնիները, որոնք ամեն մեկը չգիտեմ քանի հազար Այո, թող լինի 50 բալ երկրաշարժ եւ բոլորը մահանա։